Բարի առավոտ, հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թավթյանն եմ։ Փաստաբան Արա Զոհրաբյանն անդրադարձել է վեհափառին առաջադրված մեղադրանքին ու նրա կարգավիճակին։ Զոհրաբյանի խոսքով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մեղադրում են դատական ակտի կատարումը խոչընդոտելու համար։ Վեհափառը հրաժարվել է ցուցմունք տալ։ Զոհրաբյանը նաև անդրադարձել է Գարեգին II-ի տնօրինությունները վերացնելու վերաբերյալ կարգալույծ հոգևորականներ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի հայցերին։ Աշխարհիկ մարդիկ ստացվում է անելու են հոգևորականի բնորոշ գործառույթներ։ Օրինակ, այո, դատանի որոշմամբ սրանից շատ, ոնց ասեմ, ես այսպեսի խայտառակ որոշման իմ մասնագիտական կյանքի մեջ չեմ հանդիպել։ Հավատացեք, շատ անարդարությունների եմ հանդիպել, հենց իմ վստահորդների նկատմամբ, իմ նկատմամբ շատ անպագորգոր անարդարությունների եւ անօրինական բաներ եմ հանդիպել, բայց այս մասշտաբի լկտի անարդարության չեմ հանդիպել, որովհետեւ չի կարող դատավորը ներխուժել այս կյանք։ Մեծ պահքի երկրորդ կիրակին Մայր տաճարում տեղի ունեցել Սուրբ եւ անմահ պատարագ։ Մեծ պահքի երկրորդ կիրակին արտաքսման կիրակին է, որը խորհրդանշում է Ադամի եւ Եվայի դրախտից արտաքսվելը։ Պատարագին ներկա է եղել ամենայն հայոց կաթողիկոսը։ Պատարագից հետո նա օրհնել է հավաքված հավատացյալներին։ Իսկ Փաշինյանը պատարագի էր մասնակցում այս անգամ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում, սակայն պատարագի ընթացքում չի զեղչվել վեհափառի անունը։ Պատարագը մատուցել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Քահանա Իգնաթևոսյանը։ Ժամերգությունը կատարել են սահմանված կարգով առանց որևէ խոչընդոտի։ Եկեղեցվոև ամենայն ուղափար եպիսկոպոսած եպիսկոպոսապետին մերո եւ պատվական հայրապետին ամենայն հայոց դյարն գարեգի սրբազավոյ Պատարագիչ քահանա Տեր Ստեփանոսը գործընկերոջս հայտնել է, որ տեղյակ չի եղել, որ Փաշինյանն այնտեղ է պատարագը մատուցել են այնպես, ինչպես ամեն կիրակի են անում, հետո էլ որևէ խնդիր չի եղել։ Զուգահեռ Բաքվում գտնվող մեր հայրենակիցների կեղծ գործերի հիման վրա կայացրած վճիռները շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։ Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի խոսքով Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ոչ զգուշավորություն է եւ ոչ էլ դիվանագիտություն։ Մեր հայրենակիցներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա, որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ, որ ապրեցին։ Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում եւ Ստեփանակերտում, վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք եւ Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։ Իդեպ հանգստյան օրերին դատավճռի հրապարակումից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն առաջին անգամ հեռախոսով զրուցել է ընտանիքի հետ։ Ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո Վարդանյանն ասել է, որ ներքին ազատությունը պահպանելու հարցում իրեն օգնում է կյանքի իր բանաձևը։ Ապրեք պարզ, ուրախ եւ 100% ներկա ակնթարթով։ Սիրեք շռայլ, տվեք ամեն ինչ, փոխարենը ոչինչ չխնդրելով։ Հոգ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։ Խոսեք սրտանց, անկեղծ եւ կարճ։ Հավատացեք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։ Սովորեք ճանաչելով ինքներդ ձեզ եւ աշխարհը, անընդհատ, ճանատրաբար եւ սիրով։ Ներեք, մի դատեք, մի վախեցեք մահից, պատրաստ եղեք դրան եւ որևէ ձևով մի արագացրեք այն եւ անվախ քայլեք ձեր ճանապարհով, մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։
Երևանում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են հոլիվուդյան մարտաֆիլմեր, որտեղ տեղի են ունենում առեղծվածային միջադեպեր, օրը ցերեկով կրակում են միմյանց վրա, իսկ սովորական վեճն այլևս չի սահմանափակվում միայն բռունցքներով։ Հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում փրկարարները տղամարդու դի են գտել, հայտնել է ներքին գործերի նախարարությունը, սակայն չի նշել անձի ինքնություն։ Բայց ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների մահացածը Կայազորի նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանն է։ Նախնական տվյալով տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Փետրվարի 21-ին Սևանում անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ ABC մեդիայի աղբյուրները հայտնում են, որ դանակի մի քանի հարվածով սպանել են 20-ամյա Արամ Խաչատրյանին։ Նա Տավուշի Ծաղկավան գյուղից է եւ վերջերս է զորացրվել բանակից։ Բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներին փետրվարի 12-ից թույլ չեն տալիս մտնել Հայաստան։ Փայտե արտադրանք տեղափոխող մոտ 100 բեռնատար Ռուսաստանի Դաշնությունից են անցել Վրաստան։ Անցակետում վարորդներից վերցրել են փաստաթղթերը եւ արգելել են մուտքը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը գործընկերոջս հայտնել է, որ նման տեղեկություն դեռ չունեն։ ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կանխել են նախագահ Դոնալդ Թրամփի Մարալագո նստավայր ներխուժելու փորձը։ Զինված տղամարդու վրա կրակել են ու սպանել են ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներն ու ոստիկանները։ Հարձակվողը մոտավորապես 20 տարեկան էր, իր մոտ ունեցել է զենք եւ բենզինի տարա։ Օմանի արտգործնախարարը հաստատել է, որ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 27-ին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CBS News-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է Ժնևում փետրվարի 26-ին հանդիպեն Սթիվ Ուիթքոֆի հետ։ Նրա խոսքով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքումը հնարավոր է, այն կներառի պատժամիջոցների վերացումը։ Իսկ Միացյալ Նահանգների հարձակման դեպքում Իրանը ստիպված կլինի հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Որպես ինքնիշխան պետություն մենք ինքներս իրավունք ունենք որոշելու միջուկային ծրագրի ընթացքը։ Ամերիկյան կողմը ծանոթ է մեր դիրքորոշմանը։ Այս պահին բանակցում ենք միայն միջուկային ծրագրի շուրջ, այլ թեմա չկա։ Միջուկային հարցը ռազմական լուծում ունենալ չի կարող։ Իրանը պատրաստ է գործակցել ԱՄԷԳ-ի հետ պայմանավորվածությունների համաձայն։ Միջուկային օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատումը ընդունելի տարբերակ է։ Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ծայրահեղական շիաների եւ սուննիների դեմ դաշինք է ձևավորվում։ Նրա խոսքով դաշինքի անդամ կլինեն արաբական պետություններ, նաեւ Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը եւ ասիական երկրներ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Սիրիայում ամերիկյան դիվանագիտական առաքելությունն աստիճանաբար վերաբացման իր ծրագրերի մասին, որը փակ է 2012 թվականից։ Վաշինգտոնն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորումը, իսկ ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը ակտիվորեն զբաղվում է Սիրիայի միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրման եւ մնացած տնտեսական պատժամիջոցների վերացման ուղղությամբ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը խոսել էր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շաարայի մասին։ Նրա խոսքով երկրի ժամանակավոր ղեկավարը հիանալի աշխատանք է կատարում։ Նա կոշտ ու չարաճճի տղա է, հակառակ դեպքում չէր կարողանա այդ ամենն անել, ասել է Թրամփը։ Եվ վերջում եղանակի մասին, որոշ մարզերում կանձրևի, Երևանում ոչ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում տեղումներ կլինեն անձրևի, լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ից 27-ի ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում կնվազի եւս 5-ից 8 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք։